Գյումրին զգալի ներդրումների կարիք ունի։ Եվրատաշինքը զարգացնելու է քաղաքապետարանի ծրագրերի բաժնի ինստիտուցիոնալ կարողությունները, այն հաշվով, որ որևէ ներդրող Գյումրի քաղաքի կողքից չանցնի։ Մշակվելու են հատուկ փաթեթներ, որոնցով դիմավորելու ենք ներդրողներին։ Առաջարկվելու են լավագույն պայմաններ, ընդ որում այդ պայմանները լինելու են համահավասար բոլորի համար։ Խտրականություն եւ անօրինական արտոնություններ ոչ ոք չի ունենալու։ Հարգելի համաքաղաքացիներ, կոչ եմ անում մասնակցել Գյումրու ավականու արտահերթ ընտրություններին եւ քվեն տալ Եվրատաշինքին։ Քվեաթերթիկ համար 6։ Լավագույնը քաղաքին։ Հեքիաթ պատմելու ժամանակն անցել է եւ եկել է կործանելու ժամանակը։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է մամուլում տեղ գտած հրապարակումները Գյումրու նախկին քաղաքապետ Գյումրու ավականու թեկնածու Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրության վերաբերյալ։ Ավելի վաղ համացանցում հայտնվել է Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ խոսակցության ձայնագրությունը, որում նա սպառնում է եւ պահանջում կանչել մի շարք մարդկանց, նշելով, որ վերջիններս խնդիրներ են ունենալու։ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի իրավասու մարմնի միջնորդությունը, բնակարանից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու մեջ մեղադրվող գնն հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին։ Մարտի 24-ին ոստիկանության Սևանու բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սևան ազգային պարկ Պոակից դեպի Գոմաձոր թաղամաստանող հատվածում կայանված ավտոմեքենայում դիկա Nissan Magnitshy ավտոմեքենայում հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գրիգորի Դին։ Մարտի 26-ին ոստիկանության Քանաքեր Զեյթուն բաժնում ահազանգ է ստացվել շտապ օգնության բժիշկների կողմից, որոնք հայտնել են, որ կանչով մեկնել են Թբիլիսյան խճուղու բազմահարկ շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 51-ամյա Սամվելն է, ով Թբիլիսյան խճուղի 2 աշենքից ինքնասպանություն գործելու նպատակով իրենց հաց է նետել։ Մարտի 25-ին ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Խոլարքեր կոչվող տարածքի սկզբնամասում կան պատրաստի գերաններ, որոնք բարձում են Կամազ Magnitshy ավտոմեքենան։ Կամազ մեքենայի մոտ մարդ չի եղել, սակայն թափքում կային ընկուզենու գերաններ, եւս 26 գերան դեռ գետնիներ։ Պարզվել է, որ 68-ամյա մի կնոջ պատկանող Կամազ Magnitshy ավտոմեքենա շահագործում է 46-ամյա մի տղամարդ։ Մարտի 26-ին Երևանի Աբովյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են 43-ամյա Արտաշեսի վարած Honda Ellison եւ 59-ամյա Արմենի վարած Honda CR-V Magnitshy ավտոմեքենաները 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 26-ին Գորիսի Սյունիք Ավանգարդ փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Դավիթի վարած Toyota Camry եւ 21-ամյա Սերժի վարած Gaz 31029 Magnitshy ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Gaz 31029-ի վարորդ Սերժը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 26-ին Սարդարապատում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Խաչիկի վարած Mercedes եւ Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Հայրապետի վարած Mercedes Magnitshy ավտոմեքենաները, որոնք այնուհետև բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Խաչիկի վարած VAZ 2107, 65-ամյա Գագիկի վարած Mercedes եւ 25-ամյա Միքայելի վարած Mercedes Magnitshy ավտոմեքենաներին։ Տուժածներ չկան։ Մարտի 17-ին Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Opel Magnitshy մի մեքենա։ 39-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ եւ կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։ Թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով պարեկները ձերբակալել են վարորդին եւ տեղափոխել համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Հաջորդը մարտի 29-ն էր, երբ Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Chrysler Magnitshy մի մեքենա։ 31-ամյա վարորդը պարեկների բանավոր պահանջով ներկայացրել է հոգեմետ 13 դեղահապ, նաև մահակի նմանվող առարկա։ Թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Գեղարքունիքի պարեկների հաջորդ բացահայտումը մարտի 24-ին էր, երբ նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են BID Magnitshy մի մեքենա։ Պարեկների բանավոր պահանջով մեքենայի 31-ամյա վարորդը ծխախոտի տուփի միջից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված սպիտակ բյուրեղանման զանգված եւ հայտնել, որ այն կրիստալ տեսակի թմրանյութ է։ Թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով վարորդը տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Կրիստալի քաշը 3.7 գրամ էր։ Վարորդը նաեւ ներկայացրել է գաղտնի փականով դանակ։ Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ
քրեական ոստիկանությունից եւ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա։ Ստացված տվյալների համաձայն ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք Գյումրիի ավականու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։ Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավականու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների եւ այլ գույքի ձեռքբերման գումար խոստանալու մասին։ Մինա է, ոչմ փող կֆառա, բայց դու մասում ես մարդը չիմանա էլի, գոյգիր։ Ամբես մարդուն լիսոր, խոսքի ենով հարստողոց, դես որա եշտակ կնդրե։ Եհով հետո կստարեմ, բես չոր։ Մինա է, թերուս մերը, թերետ, գոյգիր, ժամար կիդես իշղեցպես եմ, ոս փող տվա վիրանը կնդրե, դետպես եմ։ Համի, քանին ընդրությունները չի երը, ամեն ինչով քեզի կոքնեն, սոնարը խոսքինա է կնասի մեզ, Թեդեն բերելած է չոգի, կամ էտ մարդուն փողը չկա, էտ փողը դնես չէ բետ, որ ես կան մարդ կա, ուրա խոսքի ծենը, կա ծեն կա, իրանք է փողը կուդաներ, ինչով օգնենք սեզիս, մենակ ձայնով եթե կրնակ, տարազների ինչով կրասու բանին է, կրնանք մենք ֆինանսավոր ենք, սենք տարվա մեջ երկու տարազ է պետք կոսկարվ է, տարազների կոման ենք, Երեկվա քեզի հարց ինչ եղավ։ Դրել են վայ, դասած նայենք ինչը։ Որտեղ ես դրի Սևիա։ Երեք ես մայլ եմ ֆրապի ես մեծ ցուցակում կարելի։ Այսօր է Սևիան դի ֆրան։ Թե կուզես դու արի։ Ելի դուրս մի էսպես եմ քեդը գտմերի։ Կանջեցի քրիսինի կնա դուրելի կանի փեդը բրիպին։ Երևի մի կուբում կար բացից։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քրեական ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության հետ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու եւ դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին հորդորում է դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականon գործընթացը խաթարող հակաօրինական գործելավոճից եւ հավաստիացնում, որ իրավասու այլ մարմինների հետ ձեռնարկելու է համարժեք գործողություններ կոռուպցիոն բնույթի նմանօրինակ արարքները բացահայտելու եւ չեզոքացնելու ուղղությամբ։ Միաժամանակ կոմիտեն ակնկալում է ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների համագործակցությունն իրավապահ մարմինների հետ, այդ թվում հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններն անհապաղ վերջիներից հայտնելու եղանակով։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 25-ից 26-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 4-ը նախկինում կատարված, մասնավորապես տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու 32, թմրանյութի հայտնաբերման 21, անձնական ունեցվածքի գողության 7, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, խարդախության, հնգական, զինամթերքի առգրավման 4, թմրանյութի իրացման 3, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու, փաստաթուղթ կեղծելու, սառը զենքի հայտնաբերման 2-ական, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունը չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չկատարելու եւ ինքնավնասման մեկական դեպք է բացահայտվել։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող կամավոր ներկայացել 3-ը, գրանցվել է զենքզինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունը արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։